Ընդհանրապես չի կարող աշխարհում որևէ երկրում լինի որևէ համակարգ, որտեղ կա որոշում ընդունող անձ կամ հանձնաժողով եւ կա մարդ, ում համար այդ որոշումը նշանակություն ունի եւ ինչ որ մեկը ասի, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չկան, անհնար է դա, առավել եւս Հայաստանի նման անցումային շրջանում գտնվող երկրի համար, առաջինը, երկրորդը, կոռուպցիոն ռիսկերը առկա են, կոռուպցիոն ռիսկերը հետևողականորեն պետք է նվազեցվեն եւ նվազեցվում են, դրանցից բազմաթիվ գործողություններ կան, սկսած հրապարակային ելույթներից, թեժգծի համարը բոլոր տեղերում փակցնելով եւ անօրինակ գովազդելով, ես կարող եմ ձեզ ներկայացնել կոնկրետ թեժգծով ստացած բողոքները մեր գործակալության հետ կապված ինչ վիճակում են, այս տարվան, որտեղ թեժգիծը 114-ը մեր հարցով սկսել է զբաղվել անցած տարվա հոկտեմբերից եւ այս տարի հունվարից մինչեւ օգոստոս ամիսները ասեմ 12, 18, 11, 9, 6, 5, 5, 2, օգոստոս ամսին 2 հոգի է զանգել թեժգից մեր հետ կապված հարցերով։ Սա չի նշանակում, ինչպես ընդհանուր այս տարի 68 է եղել, 8 ամիսներում, սա չի նշանակում մենք ինչ-որ իդեալական ձևի ենք աշխատում, սա ընդհանրապես նշանակում որ առավելագույնը այս պահին փորձարարվում առնել, որովհետև մարդիկ երբ են բողոքում, երբ որ մեկը համաձայն չեն լինում բուն որոշման հետ եւ երկրորդը համաձայն չբավարարված չեն լինում վերաբերմունքից իրենց նկատմամբ։ Ու եթե որոշումը ինքը կարա մարդը սխալվի, կարա ճիշտ չգնահատի, ինչ որ ձևի կարող է ոչ այդքան վատ վերաբերմունքի արժանանա, բայց վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ, երբ որ ահազանգ է լինում, անպայման դա անհետևանք չի անցնում, այսինքն քաղաքացին պետք է արժանանա բավարար հարգալից վերաբերմունքի, բոլոր մեր քննարկումները եւ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ դա կարմիր թելով անցնում է, բայց նվազումը մենք կարող ենք փաստել, որ նաեւ դրա արդյունք է։ Ուրեմն, որ գումար են պահանջում, գումար պահանջելու երևույթներ ես բացառում եմ, չի կարող որևէ մեկը որևէ մեկին ասի այսքան գումար կբերես, քեզ սա կտան։ Բազմիցս զգուշացրել ենք մեր քննարկումների ժամանակ, հասարակ ձևի ասեմ, ում հետ ինչ խոսում եք, պատկերացրեք, որ ով չի կարող այսօր մեկին ձայնագրի։ Բոլորը ունեն հեռախոս, բոլորի հեռախոսները ձայնագրելու հնարավորություն ունեն։ Եթե մեկը ասում է, այսքան փող կբերես, որ քեզ թոշակ տան կամ ինչ որ բան եք, ինքը հանգիստ կարա ձայնագրի եւ ոչ մեկ չի կարա արգելի, իրանք բռնեն, տրամադրեն ԶԼՄ-ներին ցույց տան։ Որևէ մեկի գլխից ձեռ չի քաշել այդ տեսակի բան անի։ Գումար պահանջելու երևույթը